Ես մանկուց երազել եմ գրող դառնալ, եւ պատերազմի ժամանակ ես հասկացա, որ սա իմ առաջին գիրքն է լինելու։ 70 օր ադրբեջանական շրջափակման մեջ են մնացել Կոլյա Ստեփանյանն ու 5 զինագիծները։ 44-օրյա պատերազմից 4.5 տարի անց իր «Որտեղ» գրքում Կոլյան պատմում է տեսած ամբողջ սարսափը։ Հայոց տունն ու Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտն է նախաձեռնել 27-ամյա տղայի առաջին գրքի քննարկումը։ Մենք ամբողջ օրը սպասում ենք գիշերվան, որ դուրս գնանք գյուղ, որն արդեն հայաթափված էր։ Մարդ չկար, միայն թափառական շներ էին, հետո մտնում էինք տներ, որ ուտելիք գտնենք։ Մոսկվայում ծնված մեծացած Կոլյան պատերազմից մի քանի ամիս առաջ էր որոշել վերադառնալ հայրենիք, կամավոր զինվորական ծառայության անցնելու։ Հուլիսին զորակոչվեց, սեպտեմբերին սկսվեց պատերազմը։ Թշնամու շրջափակման մեջ հայտնված Կոլյան եւ 5 ընկերներն անհետ կորած էին համարվում ավելի քան 2 ամիս, հրաշքով են փրկվել։ Մահվան դեմ կռիվ տված երիտասարդը 256 էջում նկարագրել է անավարտ թվացող մղձավանջը։ Պատերազմի ամբողջ ընթացքում փոփոխվել են Կոլյայի որտեղները։ Ջրական, հետո Հադրութի անտառներ, լքված տներ, որտեղ ցերեկը ադրբեջանցիներն էին շրջում, գիշերն էլ, ինչպես Կոլյան է նկարագրում, մաֆիան բացում էր աչքերը, սնունդ հայթայթելու։ Ոնց ենք հասկացել, որ շրջափակման մեջ ենք, նախ բավականին ակտիվ բոլոր կողմերից կրակ էր գալիս դեպի մեր ուղղություն, բացի դրանից, երբ արդեն կարողանում ենք մեր համար ավելի համեմատաբար ապահով տեղ գտնել ու պատասպարվել, դեռ չգիտենք իրականում ինչ ենք պլանավորում անել, այդ ժամանակ դեռ մենք շարունակում ենք լսել ադրբեջանական խոսակցություններ, այսինքն նրանք դեռ տարածքում էին։ Նման պատմություններն ապացուցում են, որ հայոց պատմության մեջ հերոսներ միշտ են լինում։ Մեր օրերում էլ կան, եւ դա է մեր ազգի կենսունակության հիմքը, ասում է Հայոց տուն նախաձեռնության համահիմնադիր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Որովհետև այս գրքով, գրքի շնորհանդեսով, գիրքը ամբողջովին տարածելով եւ լուսաբանելով մենք անդրադառնում ենք հայի ոգուն, հայի ինքնությանը։ Շատ քիչ ազգեր կարող էին անել այն, ինչ այսպես տղաները արեցին։ Հաճախ է հարց ծագում, թե ով կարող է լինել հայ փոքրիկի սուպերհերոսը, բնավորության ինչպիսի գծեր պիտի ունենա նա։ Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Հայոց տուն նախաձեռնության անդամ Աշոտ Մելքոնյանն այդ հարցի պատասխանն ունի։ Կամք, համոզում, հայրենասիրություն, որովհետև գիտեք ինչ կա, անելանելի թվացող իրավիճակում, երբ որ դու շարունակում ես ապրել համոզմունքով, որ դու փրկվելու ես, միևնույն է, եւ փրկվում ես, հենց դրա մասին է, որ անելանելի թվացող ցանկացած պարագայում ցանկացած զինվոր պիտի հասկանա, որ այնուամենայնիվ ելք ստեղծվում է ամենաբարդ իրավիճակում։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Շարբաթյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։